Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշում։ Մասնավորապես 2024 թվականին գրանցվել է վերջինիս 2%-ային կետով նվազում։ Զուգահեռաբար ուղեկցվելով նաև եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0.5%-ային կետով։ 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4.8%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0.9%-ային կետով։ Չնայած ֆինանսների նախարարի այսօրվա պոպուլիստական հայտարարությանը, թե աղքատության ցուցանիշը 2 կետով նվազել է, այնուամենայնիվ Հայաստանում շարունակում է աղքատ մնալ բնակչության զգալի հատվածը, հատկապես մարզերում։ Նշենք, որ չափման մեթոդաբանությունը հաճախ չի արտացոլում իրական սոցիալական վիճակը, եւ փաստերը ցույց են տալիս, որ պատկերը բոլորովին այլ է, ինչն ընդունում է հենց իշխանությունը։ Հարգելի գործընկերներ, Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր։ 23% վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այստեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Հայաստանում աղքատ է համարվում այն մարդը, ով ամսական ծախսում է մոտ 53.420 դրամից պակաս գումար, իսկ այն անձինք, որոնք ամսական ծախսում են 29.000 դրամից պակաս, համարվում են ծայրահեղ աղքատ, ասված է Հայաստանի վիճակագրական կոմիտեի զեկույցում։ Իսկ սա նշանակում է, որ իրական կյանքի թանկացման պայմաններում շատ մարդիկ ճիշտ է թղթով աղքատ չեն համարվում, բայց փաստացի դժվար են ապրում։ Ուշագրավն այն է, որ այս ֆոնին ֆինանսների նախարարը դարակազմիկ հետևյալ թիվն է հրապարակում ու բոլորիս փորձում է համոզել ոչ թե Հայաստանում ենք ապրում, այլ ասենք Սինգապուրում կամ Ֆինլանդիայում։ 2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6%-ով, կազմելով 303.140 դրամ։ Դեռ հարց է, թե 303.000 դրամ միջին աշխատավարձը հասարակության որ շերտին է վերաբերելի, քանիսն են ստանում եւ հատկապես հեռավոր գյուղերում օրվա հացը մի կերպ հայթայթող գյուղացու համար որքանով է սա հասանելի։ Ուստի նախարարի հնչեցրած պոպուլիստական այս թիվը փորձենք զուգահեռել վիճակագրական կոմիտեի իրական թվերի հետ, հասկանալու պարենային ապրանքների գնաճի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթահարել է աղքատությունը, թե ոչ։ Այսպիսով 2026 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում դիտարկվող պարենային 12 ապրանքախմբից 11-ում գրանցվել է գնաճ։ Կաթնամթերք, պանիր եւ ձվի գինն աճել է 10.3%-ով, ձուկ ու ծովամթերքինը 10%-ով, մսինը 8.7%-ով, սուրճ, թեյ, կակաոինը 8.3%-ով, ոչ ալկոհոլային խմիչքներինը 7.5%-ով, յուղերի եւ ճարպերինը 6.6%-ով, մրգինը 5.5%-ով, հացաբուլկեղեն եւ ձավարեղենինը 3.6%-ով, շաքարավազինը 3%-ով, հրուշակեղենինը 2.6%-ով։ Իսկ գյուղացու համար հող մշակելը դարձել է թանկարժեք զբաղմունք այն առումով, որ թանկացել են թունաքիմիկատները 117.8%-ով, սերմնացուներն ու տնկիները 26.3%-ով, գյուղատնտեսական մանր գործիքները 5.3%-ով, անասնակերը 4.2%-ով, մեքենասարքավորումներ եւ պահեստամասերը 1.1%-ով, ինչպես նաեւ ոռոգման ջրի օգտագործման վարձը։ Թե գնաճի առումով էլ ինչ անակնկալներ է մեզ սպասվում ինչ տարեվերջ ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ փաստենք, աղքատությունը չի վերացել։ Այն պարզապես ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորված թվերով եւ իշխանությանը հարմար հաշվարկներով։ Հերմինե Զեյնալյան, Երկիր AM